Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ այս տարվա հունվար-ապրիլին Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները ավելի են 14,5%-ով կամ 120 միլիարդ դրամով։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է գրել. «Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկային պարտավորությունները կատարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին», գրել է վարչապետը։ Հիշեցնենք, որ Facebook-ից դուրս կյանք գոյություն ունի։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը. «Ես հասկանում եմ մեծաքանակ փող է ծախսվում տարբեր տեղերից, մասնավորապես հյուսիսային մեր հարևանից Ռուսաստանի Դաշնության կողմից», հայտարարել է Սիմոնյանը, հավելելով, որ Հայաստանի հանդեպ տարվում է հիբրիդային պատերազմ։ Այդ հիբրիդային պատերազմը մեկ ակտիվանում է, երբ օրինակ ռուսական հեռուստաալիքներով տարբեր մեկնաբաններ հաճախ հեռու հայկական ազգանունների նշմարում ունեցող մարդկանցով փորձում են Հայաստանում իշխանություն փոխել, միտինգների անոնսներ անել, եւ դա ասեմ զգուշացնեմ 2026 թվականին ավելի է ակտիվանալու։ Ես չեմ վախենում բարձրաձայնելուց, դա հակառակ ազդեցությունն է ունենալու եւ ձեր ասած X վարկանիշը, որ ունի իշխանությունը, կրկնապատկվելու է»։ Հեղաշրջման վտանգի մասին հարցին ի պատասխան Սիմոնյանը ասել է. «Ես որևէ մեկի կողմից հեղաշրջման վտանգ չեմ տեսնում, որովհետեւ վստահում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։ Նա նշել է, թե սրանք սոսկ խոսքեր չեն, ասում է փորձի վրա հենվելով 2020 թվականի պատերազմի օրվանից սկսած իշխանություն փոխելու նպատակը տարբեր բևեռներից ու կողմերից եղել է գերկարևոր նպատակ։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դկոտինին բարձր է գնահատել հանրապետության առաջընթացը մամուլի ազատության ինդեքսում։ Լրագրողներ առանց սահմանների հրապարակած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում 180 երկրի շարքում 34-րդ տեղն է զբաղեցրել Հայաստանը եւ այն շարունակում է առաջընթաց գրանցել։ Այն հաստատում է որպես տարածաշրջանում ազատության օազիս։ Աջակցելով Հայաստանին մենք աջակցում ենք մեր արժեքները կիսող ժողովրդավարությանը, գրել է Ֆրանսիայի դեսպանը X-ի իր էջում։ Չինաստանի զբոսաշրջային Ցյանսի քաղաքում մայիսի 4-ին գետում 4 նավ է շրջվել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ, եւս 70 մարդ է վիրավորվել։ Զբոսաշրջային նավերը շրջվել էին ուժգին քամիների հետևանքով, 84 մարդ հայտնվել էր գետում։ Չինաստանի նախագահ Սի Ցինպինը հրահանգել է աջակցություն տրամադրել զոհերի ընտանիքներին։ Նա նշել է, որ երկրի մի շարք նահանգներում վերջերս նման միջադեպեր են տեղի ունեցել եւ տեղական իշխանություններին ու համապատասխան վարչություններին հորդորել է միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի արևմուտքում վերածվող նացիզմին հաղթելու համար։ Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց գրգռում եւ հովանավորում են Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։ Հայաստան խմբակցության падգամավոր Աղվան Վարդանյանը գլխավոր դատախազից փորձեց գնահատականներ ստանալ Ազգային ժողովում կառավարության հետ հարցոպատասխանի ընթացքում տեղի ունեցած միջադեպի մասին։ Աննա Վարդապետյանը չմեկնաբանեց, ասաց՝ քաղաքական գնահատականներ չի տա։ Գլխավոր դատախազը քաղաքական հայտարարություններ չի անում եւ քաղաքական գնահատականներ չի տալիս։ Դուք այլևս վարչապետի օգնականը չեք։ Դուք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազն եք, ասեմ, որ այս համազգեստը ձեզ շատ սազում է։ Ես կհորդորեի դուրս գալ նախկին կարգավիճակից, որովհետև նույն քրեական գրքում կան նաև հոդվածներ պարտականությունները չկատարելու կամ ոչ լիարժեք կատարելու վերաբերյալ։ Ինչ գործ ունեք դուք ես դահլիճում ընդհանրապես նստած։ Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիթ պետք է տանեմ լսեմ ԱԱԾ-ի պատվալը։ Իսկ ահա Ազգային ժողովի ղեկավարը համարում է, որ այդ միջադեպի մեղավոր ընդդիմությունն է եւ Հայաստան խմբակցությունից ներողություն է ակնկալում։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետև այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լկտիության, պահվածքի հետևանք է։ Փաշինյանին վրդովեցնող հարցերից մեկը վերաբերում էր նոր վարչական շրջանի ղեկավարի եւ Արթուր Չախոյանի միջև ծեծկրտուկին։ Ազգային ժողովի նախագահը գնահատական տվեց այդ արարքին։ Կարևորը, որ այդ հետևանքը հանրապետություն կուսակցությունը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Եվ ահա այս համապատկերում ԿՊԱ-ականներն այնուհանդերձ վստահ են, որ հաղթելու են 2026-ի ընտրություններում։ Ավելին, Ալեն Սիմոնյանը վստահ է, որ իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կշփվի ժողովրդի հետ եւ կստանա 50+1% ձայն։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ
շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Ազգային ժողովի նախագահը մեկ լուր էլ հայտնեց գլխավոր դատախազը գալու է որոշ մարդկանց հետևից, ըստ Ալեն Սիմոնյանի կան հարուցված քրեական գործեր, պատժվողներ եւ բանտ գնացողներ կլինեն, եզրափակեց Սիմոնյանը։ Մեկ տարուց ավելի է գրողների միության անդորը խաթարվել է, պատճառը կառավարության որոշումն է, ըստ որի դատական գործընթացներով ցանկանում են պետականացնել միությանը պատկանող շենքերը։ Այս ընթացքում արդեն 4 դատ է եղել, եւս 2-ն էլ արչեվում են։ Գրողների միության նախագահը տարակուսում է, ինչու են հայտնվել թիրախում եւ ինչու են ստիպված անորոշ քաշքշուկներով վիճարկել իրենց սեփականության իրավունքը։ Լավ, այս մեր երկու միությունները ինչու հանկարծ հայտնվեցին այդ հարվածի տակ։ Եվ հիմա ասենց անորոշ քաշքշվում են ամիսներ եւ մենք դատավարություններից տեսնում ենք, որ հայցերը, որոնք մեր նկատմամբ են եւ նաեւ նկարիչներինը նույնը շատ անճշտություններով, այսպես ասած, կամային արտահայտություններով կարծես թե հրահանգ կատարել են, հրահանգավորվել է։ Եթե մասնավորեցնենք, ապա կհասկանանք, որ խնդիրը միայն Բաղրամյան 3 հասցեում գտնվող գրողների միության շենքը չէ, վիճարկում են նաեւ գրողների Սևանի եւ Ծաղկաձորի ստեղծագործական տները։ Միությունում ընդվզում են այդ շենքերը պետության սեփականությունը չեն, դրանք կառուցվել ու պահպանվել են գրողների հոնորարներով եւ մասնավոր միջոցներից ստեղծված հիմնադրամներով։ Դատախազության պաշտոնյանը հայտարարում դատարանում, որ մեր շենքը կառուցվել է որպես բնակելի շենք։ Ես հենց դատարանում ասի ոնց է ինչ բնակելի, ինքնահա սկզբից բնակիչներ են ապրել, ես էլ ասացի, թե որ այդպես է բնակիչների մի հատ գտնենք ովքեր են բնակիչները, իրականությունը որն է։ Մենք ամբողջ գրական թերթում նյութերը տվեցինք, որ 50 թվականին է կառուցվել հատուկ գրողների միության համար եւ 51 թվականին արդեն գրողների միությունը այդտեղ գործել է։ Անկամ Ավետիք Իսահակյանն նախաձեռնող է։ Գրողները ընդհանուր ժողով են գումարել, առաջարկել կառավարությանը համաձայնագիր ստորագրել, որով կպարտավորվեն երբևէ չվաճառել շենքերը, պատմում է Միլիտոնյանը։ Ես դիտարկում եմ որպես խտրականություն մեր հանդեպ եւ չգիտեմ ինչից ելնելով այսպես շարունակվում են այս դատերը։ Վարչապետ Փաշինյանը ասաց, որ մեր նպատակն ու մտահոգությունը որ շենքերը չվաճառվեն, բայց դրանից հետո մենք ասենք, որ ընդհանրապես ոչ վաճառքի նպատակ ունենք եւ պայման ենք ընդունում, որ չվաճառվեն։ Այդպիսի պայման մեր կանոնադրության մեջ եղել է։ Ոտնահարվում են իրավունքները, նեղսրտում են գրողները, հարցնում, այդ ինչպես եղավ, որ կենտրոնացան հենց իրենց վրա, թե ինչ ապագա է սպասվում ստեղծագործական այս միությանն ու գույքին, առաջիկա դատավարությունները թերևս ցույց կտան։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի 2 գլխավոր տեսուչները իրենց լիազորությունները օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշված անձի օգտին անգործություն կատարելու համար խմբի կազմում նախնական համաձայնությամբ տարբեր տնտեսվարողներից կաշառք են ստացել, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։ Հայտնել են կոմիտեից, մասնավորապես նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք հայտնաբերված խախտումների պայմաններում չեն կասեցրել մսի իրացումը եւ հետագա ոչնչացման նպատակով այն չեն առգրավել, ինչպես նաև չեն կազմել խախտում թույլ տված անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու արձանագրություններ։ Արարատի մարզի Մասիսի խոշորացված համայնքի համար 6 հիմնական դպրոցի տարածքում իսկական ճահիճ է գոյացել։ Երկար տարիներ է անտանելի վիճակ է, գարշահոտն ամենուր է եւ այս պայմաններում ամեն օր 120-ից ավելի երեխա դպրոց է հաճախում։ Դպրոցի կոյուղաջրերը չի նկատի ունեմ, սա շենքի ասենք բնակիչներին է, իրանք ելքը գտել են սենց բացել։ Սենյակները այն կողմն է, չեն կարողանում բացել, որ փոքր երեխեքեր ունեն։ Չի լինում, եկեք ընդդրանայք այս կողմը։ Այստեղից որ չորանում է, որդեր են դուրս գալիս, արագիլները գալիս են այստեղ արդեն։ Երեխեք խաղալու տեղ չունեն։ Բայց հոտին ո՞նց եք խաղում, ո՞նց եք գեցանիվ քշում։ Բայց ինչ անենք մենք։ Այս օդն ենք։ Մեջով ենք քշում, բան։ Քաղաքացիների խոսքով խնդիրը կոյուղատարերն են, դրանց վնասման ու խցանման պատճառով կեղտաջրերը դիտահորերից դուրս են գալիս, ողողում ոչ միայն դպրոցի, այլ նաև հարակից շենքերի տարածքը։
Բայց պրոստը այս կողմով ցածր է, շենքերը կերտաջերերն են գալիս այստեղ։ Ես էսի անտանելի է։ Դրա անտանելի որ ես ալեմ լավ հանդիպել։ Բնակիչներն Արարատի մարզպետի ու Մասիսի քաղաքապետի ուշադրությունն են հրավիրում, առաջարկում են գալ եւ տեղում ծանոթանալ վիճակին ու այն պայմաններին, թե ինչ օդ են ամեն օր շնչում իրենց երեխաները։ Ու սենց գնում է։ Երկար ու ձիգ տարիները այս խնդիրը չի լուծվում ոչ Արարատի մարզպետարանի, ոչ Մասիսի քաղաքապետարանի, ոչ Վիոլաջերի կողմից։ Ու հիմա ստիպված երեխաները դիմում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, ինչու՞ չէ նաեւ կառավարությանը, անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի, ասում են քաղաքացիները, օրերը տաքանալուն պես վիճակն ավելի է սրվելու։ Մայրաքաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել 38-ամյա Արտաշեսը Տեսլան վերանորոգելու համար գարաժ մոլ է եկել։ Ավտովերանորոգման կետում արհեստավորի հետ աշխատանքներ կատարելիս անզգուշաբար վնասվածք է ստացել։ Տղամարդուն քաղաքացիական մեքենայով են տեղափոխել հիվանդանոց։ Ժամանած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները ավտովերանորոգման կետում եւ դրսում հայտնաբերել են առնանման հետքեր։ Իսկ այն տեղեկությունը, թե վիճաբանություն ու ծեծկրտուք է տեղի ունեցել, հերքվել է։ Ոստիկանները այս գարաժմոլում ուսումնասիրում են տեսախցիկները, ինչից է հետո արդեն ավելի հստակ, ավելի ակնհայտ առեղծվածը կբացահայտվի։ Մայիսի 6-ին վրայերթ է տեղի ունեցել Մայրաքաղաքում 33-ամյա Հակոբը Հոնդայով Սայաթնովա պողոտա Խանջյան փողոցի խաչմերուկում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրայերթի ենթարկել 65-ամյա Ռիմային։ Վարորդը փախուստի չի դիմել, հազանգել է շտապօգնություն, օգնել օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, վիրավորին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի երկրորդ վաշտի պարեկները։ Այս հետիոտնի համար նախատեսված վայրում երկար ժամանակ է խափանվել է, չի աշխատում։ Հետիոտնի համար նախատեսված լուսակիրը, սա պետք է աշխատի, սակայն ահագին ժամանակ է չի աշխատում։ Մինչդեռ իմ տեղեկություններով բազմիցս թե Պարեկային ծառայությունը, թե քաղաքացիները ահազանգել են համապատասխան կառույցներին, որպեսզի սա սարքեն, սակայն ձայն բարբարո հանապատի։ Գյումրի քաղաքից դեպի Ոսկե հասկ տանող ճանապարհին էլ ռուսական զորամասի ՈՒԱԶ Բեռնատարն է վրայերթի ենթարկել 67-ամյա Թագուհուն։ Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է տուժածին, օպերատիվորեն ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխել Գյումրի բժշկական կենտրոն։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի պարեկները։ Մայիսի 6-ին Զորավար Անդրանիկ եւ Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Հենրիկի Porsche Cayenne եւ 42-ամյա Վարդանի Volkswagen Venton։ Հետո Porsche-ը բախվել է հաստապուն ծառին, տուժած չկա։ Ժամանել են ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Եվ մայիսի 6-ին Հորդառատ անձրևի պատճառով Հրազդանի կիրճի որոշ հատվածներում արտակարգ վիճակ էր։ Սելավատարերի չգործելու կամ բացակայության պատճառով անձրևաջրերը ողողել էին ամբողջ փողոցը։ Հոսում էին Դավթաշեն կամրջից մինչև Կիևյան կամուրջ։ Եթե ջրախողովակները, ջրատարները գործեին, այս ջուրը, անձրևաջուրը այսպես չեր թափվի։